Ձեզ սիրելի ռադիո լսողներ, կրկին եթերում ռադիո բրիֆինգի հերթական թողարկումն է, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան եւ այս հաղորդման հեղինակ եւ վարող Գևորգ Մելիքյանը։ Դուք գիտեք, սիրելի ռադիո լսողներ, որ այսօր ավարտվեցին եւ ամփոփվեցին նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում։ Այս թեմայի շուրջ եւ այն զարգացումները, որոնք կարող ենք մենք տեսնել հայ-ամերիկյան հարաբերություններում, այս թեմայի հետ կապված վերլուծելու, ընդլայնվելու եւ հասկանալու որոշ մանրամասներ ես հրավիրել եմ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենյամին Պողոսյանին։ Ողջույն Բենյամին։ Ողջույն, շնորհակալություն հրավերքի համար։ Ես հիշեցնեմ, որ մենք ունենք ուղիղ հեռախոսազանգի հնարավորություն 368204, որը ձեզ հնարավորություն կտա կապվել մեզ հետ, հարցեր ուղղել Բենյամինին եւ այսպես Բենյամին, մենք ականատես եղանք, որ այսօր առավոտյան ամփոփվեցին նախագահական ընտրությունները։ Ես մինչև հիմա էլ իմ պիջակի վրա կրում եմ այս ամերիկյան այս նույնիսկ չգիտեմ ինչպես կոչել այս ստիկերը, որը որ ցույց է տալիս, որ ընտրությունները եղան, մենք տեսանք, թե ինչպես Օբաման եւ նաեւ Ռոմնին շնորհավորեցին մեկը մյուսին։ Մի մշակույթ, որը կարծեք թե բացակայում է, չէ՞, մեզ մոտ։ Ցավոք մենք տեսնում ենք քաղաքական դաշտը ավելի բևեռացված, ավելի ոչ այդքան երևի թերևս ժողովրդավարության կամ պետական շահերի հետապնդում, որքան հաճախ անձնական երևի թե։ Թեև անձնականը եւս քաղաքականության մեջ անձնականը շատ կարեւոր է։ Ուզում ասել, որ մենք ականատես եղանք, թե ինչպես է ժողովրդավարությունը հաղթանակում, անկախ նրանից, թե որ նախագահն է ընտրվում, որ տեխնատուն է դառնում նախագահ։ Խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մասին, բնականաբար մենք պետք է հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունը գործում է ավելի քան 200 տարի, եւ եթե հայմատության եզրեր ենք անցկացնում Հայաստանի Հանրապետության հետ, ապա ակնկալել կամ հուսալ, որ ընդամենը 21-ամյա անկախ պետականության պատմություն ունեցող, ի նկատի ունեմ վերջին Հայաստանի 3-րդ հանրապետության մասն է խոսքը, անկախ պետականության պատմություն ունեցող պետությունում կարող են լինել նույն տիպի ժողովրդավարական սկզբունքներ, ժողովրդավարական նորմեր, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, բնականաբար իհարկե դա շատ ցանկալի կլիներ, բայց կարծում եմ այս պարագայում լավատեսության հիմքերը շատ ավելի մեծ կլինեին։ Այնպես որ բնական է, որ այն ինչ որ կատարում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտում եւ այն ինչ որ կատարում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքական դաշտում, դրանք զգալիորեն իրարից տարբերվում են եւ դա, ինչպես նշեցի, ունի իր օբյեկտիվ պատճառները։ Ինչ վերաբերում է բևեռացվածությանը, ապա այս նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում նույնպես աչքի ընկան իրենց բավականաչափ բևեռացվածությամբ։ Ընդամենը մի քանի օր առաջ, երբ վերջին սոցիոլոգիական հարցումներն էին իրականացվում, դրանք վկայում էին, որ տեխնատուները կամ կստանան գրեթե հավասար թվով ձայներ, կամ տարբերությունը կլինի աննշան, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների տարբերությունը կազմում էր կեսից 1%, մինչդեռ նույն հարցումներ կազմակերպողները նշում են, որ հարցումների վիճակագրական սխալը 2-ից 2.5%-ի սահմանում է։ Այսինքն հասարակությունը բավականաչափ բևեռացված էր, սակայն իհարկե այստեղ կարևոր է, որ նույնիսկ նման բևեռացվածության պայմաններում, երբ կրքերը բավականաչափ շիկացած էին, սակայն ընտրություններից հետո թե պարտվող կողմը շնորհավորեց հաղթող կողմին եւ նրան մաղթեց արգասաբեր աշխատանք նախագահի պաշտոնում եւ թե վերընտրված նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր ամերիկացիներին եւ նշեց, որ ինքը նախագահ է ոչ միայն այն մարդկանց համար, ովքեր իրան ձայն են տվել, այլ ինքը նախագահ է ողջ ամերիկյան ժողովրդի համար եւ պատրաստվում է աշխատել իշա ողջ ամերիկյան ժողովրդի։ Շատ լավ, Բենյամին։ Մենք իհարկե տեսանք, որ մոտապես 303 ձայնով 206-ի դիմաց Օբաման ընտրվում է նախագահ, թե պաշտոնական չեն այս տվյալները։ Անշուշտ ընդհանրապես, երբ որ նայում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ, միշտ այս երկու հիմնական կուսակցությունների պայքարը գրեթե եղել է հավասար։ Այսինքն գրեթե, եթե նայենք ընտրված նախագահների քանակին, ապա գրեթե 50 մի քիչ տարբերություն կա, որովհետև եղել է նաև այլ կուսակցության նախագահներ հենց սկզբում, օրինակ նույն Ջորջ Վաշինգտոն անկուսակցականներ առաջին նախագահը եղել է մոտավորապես 50-50 եւ դրա համար միշտ 1 կամ 2%-ն է այսպես կարեւորություն տալիս։ Դուք շատ ճիշտ եք ասում, ժողովրդավարությունը ժամանակ է պահանջում, թեև այստեղ ես պիտի ասեմ, որ ժամանակ ինքնիանով գործն է, երբ որ ինքը ճիշտ մեկնարկ է ունենում, այսինքն եթե մեկնարկային պայմանը ճիշտ է, ապա ժամանակը կաշխատի նպաստ, եթե մեկնարկը
բացակայինը ճիշտ չէ, կարող է անցնել նաև 300 տարի եւ ոչինչ չփոխվել ըստ էության, կոնկրետ ժամանակը ինքնանով գործոնը, եթե ինքը ճիշտ է օգտագործված։ Ես նաև հիշեցի, որ կար sense մի բան 60-ական թվերին, երբ այդ նույն կարուսելները, որ մենք հաճախ ականատես ենք լինում կամ լսում ենք, կամ նույն ընտրակեղծիքները կային նաև Միացյալ Նահանգներում եւ նաև կար այսպես մի անգամ նույնիսկ այսպես մի արտահայտություն, որքան շուտ ընտրես, այնքան շատ կընտրես, այսինքն նշանակում էր, որ մարդիկ կարող են մի քանի անգամ գնալ եւ ընտրել մեկ կամ այս կամ այն տեխնացուի օգնի, որը բնականաբար ժողովրդավարության որևէ կապ չունի, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այն տեսլականը, որ ամերիկացիներ ունեն, այսօր երկու նախագահներն էլ հաստատեցին, որ իրենց համար կարևոր ուժեղ Միացյալ Նահանգներն է եւ ուժեղ ազգ, որպես այդպեսին լինելը թե շատ բազմազան ազգ է։ Վերադառնանք մեզ մոտ, Բենյամին, մենք այդ պետության հետ լուրջ հարաբերություններ ունենք եւ ունենք նաեւ լուրջ համայնք։ Նախ ուզում հասկանալ, այդ ինչ էր նշանակում վերջերս հայ դատի կողմից ասված այն հայտարարությունը, որ հայերը չպիտի մասնակցեն այս ընտրություններին։ Սա ինչ կոչ էր, ապաքաղաքական, թե ինչի համար էր դա։ Հանրապես, եթե խոսենք հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, ապա կցանկանայի շեշտել, որ իրոք հայ-ամերիկյան հարաբերություններ կան եւ դրանք զարգանում են, որում այստեղ կարելի է խոսել թե Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող օգնության մասին, այս 21 տարվա ընթացքում մենք ստացել ենք ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնություն, ընդ որում շեշտում եմ օգնություն, այլ ոչ թե վարկ։ Բացի այդ, Միացյալ Նահանգները զգալի նշանակություն ունեն միջազգային մի շարք կազմակերպություններում, ինչպիսին Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ եւ շատ հաճախ Հայաստանի վերաբերյալ ընդունվող որոշումներում Ամերիկայի Միացյալ Նահանգների ձայնը կարևոր նշանակություն ունի։ Հայաստանը հատկապես վերջին տարիներին ցերտացնում էր համագործակցությունը նաեւ ՆԱՏՕ-ի հետ եւ բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների կշիռը շատ մեծ է նաեւ ՆԱՏՕ-ում։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները ընթանում են ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ մակարդակում եւ այստեղ իհարկե իր դերը ունի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ համայնքը, որը ավելի քան 100 տարվա պատմություն ունի եւ ունի որոշակի դիրք եւ որոշակի կարեւորություն, ինչ վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական լոբինգային կազմակերպություններին, ապա նրանք որոշակի դերակատարում ունեն հայ-ամերիկյան հարաբերություններում, հիշենք թեկուզ 92 թվականին Freedom Support Act-ի Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բացառությունը, որը փաստորեն արգելում էր ամերիկյան պետական օգնության տրամադրումը Ադրբեջանին, քանի դեռ նա չի վերացրել Հայաստանի շրջափակումը, ճիշտ է 2001 թվականից կարելի ասել վերացվեց ոչ թե այդ որոշումը, այլ պարզապես հնարավորություն տրվեց նախագահին ամեն տարի իր որոշմամբ 1 տարով կասեցնել։ Այո, դա կապված է հաբեկչության։ Այո, եւ նախագահները 2001-ից սկսած յուրաքանչյուր տարի ստորագրում են նմանատիպ հրաման, որով փաստորեն այդ որոշման գործունեությունը 1 տարով կասեցվում է, բայց ամեն դեպքում ինքը որոշումը կա, այնպես որ հայկական համայնքը որոշակի նշանակություն ունի Միացյալ Նահանգներում եւ որոշակի նշանակություն ունի նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններում, եւ ես կարծում եմ, որ հայ համայնքը եւ Ամերիկայի լոբինգային կազմակերպությունները պետք է ընտրեն լոբիստական քաղաքականության մեջ ավելի ակտիվ ներգրավվելու, այլ ոչ թե ավելի պասիվանալու ճանապարհը։ Կարծում եմ դա օգտակար կլինի թե լոբինգային կազմակերպություններին եւ թե հայ-ամերիկյան հարաբերություններին։ Բենյամին, դուք շատ ճիշտ նշեցիք, որ Հայաստանը սկսած անկախության օրվանից բավականաչափ մեծ օգնություն է ստացել Միացյալ Նահանգների կողմից, դա եւ USAID ծրագրի շրջանակում եւ վերջերս հազարամյակի մարտահրավերների շրջանակում, որը փակվեց մի քանի տարի առաջ։ Խոսքը վերաբերում է օգնությանը։ Հարաբերությունները միշտ չի որ ենթադրում են օգնություն։ Հարաբերություն ասելով մենք հասկանում ենք առաջին հերթին տնտեսական համագործակցություն, այսինքն ներդրումներ, արտասահմանյան ուղիղ ներդրումներ։ Մի բան, որը մենք չենք տեսնում հայկական իրականության մեջ։ Մյուս կողմի համար, այսինքն Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ եւս այդ ակտիվությունը ներգրաված լինելու ամերիկյան բիզնեսում կամ տնտեսության որոշակիորեն ինտեգրվելու եւս մենք չենք տեսնում։ Այսինքն հարաբերություն նույնը մշակութային առումով, բացի մի քանի միջոցառումներից կամ դեսպանատան կազմակերպված այս կամ այն երեկոից կամ ֆինանսավորող երեկոից մենք որևէ բան չենք տեսնում։ Նորից խոսքը վերաբերում է մենք ունենք բազմաթիվ ծրագրեր Միացյալ Նահանգների հետ, բազմաթիվ եւ փոխանակման ծրագրեր, դա վերաբերում է կրթությանը կամ փոխանակման ծրագրեր ուսուցիչների վերապատրաստման, նաեւ տարբեր մասնագետների վերապատրաստման, բայց սա չի հարաբերությունը։ Հարաբերություն ասելով մենք մի փոքր այլ բան ենք հասկանում, Բենյամին, ավելի լայն բան ենք հասկանում, չէ՞։ Հիմա ես ուզում հասկանալ ինչպիսին է մեր ինչ ունենք մենք Միացյալ Նահանգների հետ։
Հայ-ամերիկյան հարաբերությունները ես կբաժանեի երկու մակարդակի՝ քաղաքական հարաբերություններ եւ իհարկե տնտեսական հարաբերությունները ցանկացած պետությունների միջև փոխհարաբերությունների կարևոր հիմքն են։ Քաղաքական հարաբերություններին ես համառոտակի անդրադարձա։ Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա իհարկե այստեղ կարող է լինել ավելին քան կա, սակայն մյուս կողմից ես չէի նշի, որ ընդհանրապես տնտեսական հարաբերություններ կամ տնտեսական ներդրումներ չկան, մասնավորապես այստեղ որոշակիորեն ակտիվ են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող խոշոր ամերիկյան ընկերությունները։ Ես ընդհանրապես կարող եմ բերել Synopsys-ի օրինակը, որը համաշխարհային ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային հսկա է եւ որը արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում ունի իր մասնաճյուղը Synopsys Armenian, որը ընդ որում համարվում է Synopsys ընկերության լավագույն մասնաճյուղերից մեկը։ Իհարկե խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների եւ տնտեսական կապերի մասին, պետք է հաշվի առնել նաեւ թե մասշտաբների տարբերությունը, ամերիկյան տնտեսությունը մոտավորապես 15-ից 16 տրիլիոն դոլար է, համախառն ներքին արդյունքը Հայաստանի համախառն ներքին արդյունքը բազմանկի անգամ ավելի քիչ, բայց այդ կան խնդիրներ հաշվի առնելով զուտ նաև աշխարհագրական հեռավորությունը, եւ բայց այդ մենք պետք է հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանելու համար պետք է Հայաստանում լինեն որոշակի ստանդարտներ եւ չափանիշներ, ինչին մենք ձգտում ենք, բայց դեռևս չենք հասել, ընդ որում նույնը նաև Եվրամիության հետ հարաբերությունների մասին է։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ բանակցում է ասոցիացիան պայմանագրի եւ խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, որը հնարավորություն կտա Հայաստանի արտահանողներին ավելի հեշտ մուտք գործել Եվրոմիության շուկաներ։ Սակայն թե ասոցիացիան պայմանագրի եւ թե խորը եւ համապարփակ ազատ առևտրի տարածքի պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Հանրապետությունը պետք է համապատասխանի որոշակի պայմանների, այժմ որոշակի քայլեր կատարվում են այդ պայմաններին համապատասխանելու ուղղությամբ, սակայն ամեն դեպքում տնտեսական հարաբերությունները իհարկե ավելի փոքր տոկոսն են, քան քաղաքական հարաբերությունները, սակայն ամեն դեպքում որոշակի տնտեսական հարաբերություններ կան։ Եթե ես վստահ եմ դուք եղել եք Միացյալ Նահանգներում կամ մեր ռադիո լսողները, Միացյալ Նահանգներում իհարկե ոչ հիմնական սուպերմարկետային ցանցերում, բայց այսպես ասած ավելի փոքր խանութներում, հատկապես խանութներում, որոնք գտնվում են հայաբնակ թաղամասերում, հնարավոր է գտնել Հայաստանում արտադրված ապրանքներ՝ կոնյակ, ջերմուկ, նույնիսկ սուրճ, պաղպաղակ։ Իհարկե ծավալները շատ փոքր են, ցանկալի կլիներ որ ծավալները լինեին ավելի մեծ, սակայն մյուս կողմից մենք պետք է ընդունենք, որ մեծ ծավալների արտահանում կազմակերպելու համար պետք է ունենալ մեծ ծավալների արտադրություն, ինչը արդեն ավելի շատ արտադրության բացակայությունը կամ արկայությունը կապված է Հայաստանի ներքին խնդիրների, քան զուտ հայ-ամերիկյան հարաբերությունների։ Իհարկե Բենյամին, այդ իհարկե Լոս Անջելեսում եւ Կալիֆոռնիա որոշ քաղաքներում կա, ես բազում այլ քաղաքներում եմ եղել, որտեղ ընդհանրապես գոյություն չունի հայկական որևէ բան, թեև կան հայկական համայնքներ այնտեղ։ Մի փոքր ինձ համար միշտ Լոս Անջելեսը մի փոքր տարբերվել է Ամերիկայի մյուս հատվածից, Գլենդեյլը նաեւ այդ փոքր քաղաքը, որտեղ ավելի հայեր կան շատ, քան այլ ազգեր։ Նույնը նաև մշակույթի բնագավառում։ Ենթադրենք այստեղից ցանկացած մի երգիչ երգչուհի հայտարարելով, որ ինքը հյուրախաղերի է մեկնում Միացյալ Նահանգներ, դա նշանակում որ ինքը հյուրախաղեր է մեկնում Գլենդել, ոչ թե Միացյալ Նահանգներ։ Ինքը չի ելույթ ունենում Նյու Յորքում, ինքը ելույթ չի ունենում Վաշինգտոնում, ինքը որևէ կապ չունի ստեյության այն բարձրակարգ դահլիճների հետ, որտեղ որ մարդիկ կարող են տարիներով հերթագրվել եւ փորձել այդտեղ մտնել նույնիսկ անգամ 1 ժամով ելույթ ունենալու համար։ Բայց խոսքը նրա մասին չի, որ ես վատատես եմ, ընդհակառակը, ես ուղղակի ուզում հասկանալ մենք որտեղ ենք եւ ինչ հնարավորություններ մենք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ զարգացնելու մեր հարաբերությունները, որոնք են այն ուժեղ կողմերը Հայաստանի համար եւ որոնք կարող են լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, այսինքն փոխադարձ այդ երկկողմանի ճանապարհը որ կա, մենք ինչ ունենք սпасելու Միացյալ Նահանգներից եւ Միացյալ Նահանգները ինչ ունի մեզնից ակնկալելու։ Բնականաբար Միացյալ Նահանգները այս պայմանությամբ աշխարհի միակ գերտերությունն է եւ ցանկացած պետություն կարևորում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանը հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը եւ մի շարք այլ խնդիրներ, բնականաբար նույնպես կարևորում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Այնպես որ այդ առումով հայ-ամերիկյան հարաբերությունները կարևոր են։ Իմ կարծիքով հատկապես վերջին շրջանում, վերջին 3-4 տարիների ընթացքում քաղաքական հարաբերություններում որոշակի առաջընթաց է նկատվում, ընդ որում թե երկկողմ մակարդակում եւ թե այն բազմակողմ կառույցներում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևոր դերակատարություն ունի, այդ թվում թե միջազգային տնտեսական կառույցները եւ թե նույն ՆԱՏՕ-ն, տնտեսական հարաբերությունների առումով իհարկե առաջընթացի ճանապարհ դեռ կա եւ բնականաբար գուցե հնարավոր է ավելի զարգացնել տնտեսական հարաբերությունները, սակայն
Ես նորից կասեի, որ տնտեսական լուրջ հարաբերությունների զարգացման համար պետք է նաև ունենալ լուրջ տնտեսական հիմք, որը ցավոք սրտի մենք պետք է ընդունենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի այն լուրջ տնտեսական հիմքը, որ կարողանա էական տնտեսական փոխհարաբերությունների մեջ մտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Բայց քաղաքական առումով հարաբերությունները կան, պետք չէ մոռանալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև Մինսկի խմբի համանախագահ պետություն է, այսինքն ուղղակիորեն ներգրաված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությանն առնչվող թիվ 1 խնդիրն է։ Այնպես որ Միացյալ Նահանգները կարևոր են Հայաստանի համար թե որպես աշխարհի թիվ 1 գերտերություն, թե որպես պետություն, որը ուղղակիորեն ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում եւ թե պետություն, որը էական նշանակություն ունի այնպիսի միջազգային կառույցներում, որոնց որոշումները զգալի չափով ազդում են Հայաստանի վրա։ Մենք կանդրադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, որտեղ Միացյալ Նահանգները, ինչպես որ շատ դուք ճիշտ նշեցիք, մեծ կարևոր դերակատարություն ունի Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին։ Ես ուզում եմ վերադառնանք նորից Միացյալ Նահանգներ եւ հասկանանք ինչպիսի դերակատարություն ունեն ընդհանրապես մեր արտաքին քաղաքականությունը, ես որքանով որ նկատել եմ, օրինակ Միացյալ Նահանգներում մենք դեսպանատան ունենք 2-3 աշխատակից, մեկ դեսպան եւ մի քանի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներ, որոնք ըստ էության ես չեմ կարծում, որ նման լուրջ երկրի համար, ինչպիսին որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հնարավոր է 1-2 հոգով կոորդինացնել ամբողջ այդ ահռելի պետության հետ կապված մեր հարաբերությունները։ Սա խոսում է նրա մասին, որ ենթադրենք տեսեք Միացյալ Նահանգները ինչպիսի դեսպանություն են Հայաստանում։ Այսինքն ստացվում է, որ մենք ավելի կարևոր ենք Միացյալ Նահանգների համար, քան Միացյալ Նահանգները մեզ համար, եւ եթե չլներ հայդատը, եթե չլներ ցեղասպանությանը վերաբերող բարձրաձայնումներ եւ նաեւ վերջերս Ղարաբաղին վերաբերող բարձրաձայնումներ կոնկրետ հայդատի կողմից, ապա ուզում նորից հասկանալ մենք ինչ ունենք Միացյալ Նահանգների հետ, կոնկրետ իրենք ինչ ունեն մեզ տալու։ Մենք, ինչքան ես հասկանում եմ, աշխարհակաղակական առումով շատ կարևոր նշանակություն ունենք։ Մենք դրան կանդրադառնանք երևի Բենյամին, որքանով ենք մենք ավելի կարևոր, քան Ադրբեջանը կամ հավասարապես կարևոր կամ պակաս կարևոր։ Բայց ուզում եմ հասկանալ ամերիկացիները մեզ համար ինչով են կարևոր, մենք ընդհանրապես 2-3 հոգի ենք պահում այդ դեսպանատանը։ Եթե խոսենք մեր արտաքին քաղաքականության կամ մասնավորապես արտաքին քաղաքականության կամ արտաքին գործերի նախարարության մասին, ես ասեմ, որ վերջին շրջանում այնտեղ եւս կան դրական զարգացումներ, իհարկե գուցե սա ուղղակիորեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների թեմային չի առնչվում, սակայն քանի որ խոսք գնաց նաև այդ մասին, նշեմ, որ օրինակ վերջին տարիներին, վստահ եմ դուք գիտեք, գործում է արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը, որը որոշակիորեն սահմանափակում է ոչ մասնագետների մուտքը արտաքին գործերի նախարարություն, պրակտիկա, ինչին ցավոք մենք անկախության առաջին շրջանում ականատես էինք։ Ինչ վերաբերում է դեսպանատան մեծությանը եւ դեսպանատան աշխատակիցների քանակին, ապա պետք է հաշվի առնենք նաև, որ այդ ամենը կախված է նաև ֆինանսական գործընթացներից եւ ցավոք Հայաստանի Հանրապետությունը դեռևս չունի այնքան մեծ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի կարողանա իրեն թույլ տալ ունենալ դեսպանատներ աշխարհի կամ մեծ թվով աշխատակիցներ ունեցող դեսպանատներ այն բոլոր պետություններում, որոնք Հայաստանի համար տեսականորեն կամ պրակտիկորեն կարևոր նշանակություն ունեն։ Չնայած մյուս կողմից ես կարծում եմ, որ նույնիսկ մի քանի հոգին, եթե նրանք բավականաչափ եռանդուն են աշխատում եւ հստակ գիտեն իրենց արժեվ դրված խնդիրները, նրանք նույնպես կարող են որոշակի գործ անել։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների բավականաչափ մեծ դեսպանատանը Հայաստանի Հանրապետությունում, ապա իհարկե դա պայմանավորված է թե հայ-ամերիկյան հարաբերություններով, բայց թե միևնույն ժամանակ դա պայմանավորված է նաև տարածաշրջանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրությամբ, որտեղ հատկապես հզոր պետությունները այս կամ այն պետությունում իրենց դեսպանատունը դիտարկում են ոչ միայն զուտ երկկողմ հարաբերությունների մակարդակում, այլ նաև տարածաշրջանային մակարդակում։ Իսկ քանի որ Հայաստանը Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մասն է, մենք բոլորս գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Մերձավոր Արևելքը բավականաչափ կարևոր տարածաշրջան է, եւ նաև դրանով է պայմանավորված Միացյալ Նահանգների բավականաչափ ակտիվ դիվանագիտական ներկայությունը մեզ մոտ։ Շնորհակալություն, մենք հիմա պետք է ընդմիջվենք մի քանի րոպեով, մնացեք մեզ հետ, մենք շարունակելու ենք այս շատ հետաքրքիր զրույցը։ Մենք կրկին եթերում ենք ռադիո բրիֆինգն է ձեզ հետ, քաղաքական վերլուծաբան Գեորգ Մելիքյանը, հաղորդման հեղինակ եւ վարող, եւ այսօր մենք խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մասին եւ այդ համատեքստում հայ-ամերիկյան հարաբերությունները։ Եվ դրա համար ես հրավիրել եմ Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Բենյամին Պողոսյանին։ Բենյամին, մենք խոսեցինք մի շարք հարցերի մասին, մասնավորապես խոսեցինք ժողովրդավարության հարցերի մասին, որոնք որ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներում, եւ դու նշեցիր, որ մեզ ժամանակ է անհրաժեշտ
ի վերջո հասնելու այն փուլին, այն վիճակին, որը մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներում եւ այդ քաղաքական մշակույթի զարգացում բնականաբար ժամանակ է պահանջում։ Մենք խոսեցինք նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների այն հատվածին, ինչը վերաբերում էր կոնկրետ ամերիկացի քաղաքացիներին, որոնք հայ են ծագմամբ եւ որոնք պետք է ընտրեին այսօր, այսինքն 3 արդեն նախագահին, որքանով են ակտիվ, որքանով են пассив եւ որքանով են ընդհանրապես հայ-ամերիկյան հարաբերությունները այն մակարդակը, որի վրա գտնում են այդ հարաբերությունները։ Մենք հիմա վերադառնանք ավելի քաղաքական կողմին այս հարաբերությունների։ Միացյալ Նահանգները մեզ հետաքրքրում մի քանի հարթության վրա։ Առաջինը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին։ Երկրորդ դեպքում սա Միացյալ Նահանգները մեզ հետաքրքրում է հայ-թուրքական հարաբերությունների մասով։ Երրորդը, որը որ մեզ հետաքրքրում է, դա Հայաստան-Ռուսաստան Միացյալ Նահանգներ եւ թերևս նաեւ ՆԱՏՕ, այսինքն ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի այս թերևս փոքրիկ այդ հարաբերությունը կամ այդ փոքրիկ կոնֆլիկտը, որ կա, կոնֆլիկտը այն իմաստով, որ տարբեր հակադիր ինչ-որ վայր տեղերում են գտնվում։ Եվ ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ հետաքրքրում է տարածաշրջանային զարգացմամբ, այն է Սիրիա, Լիբանան եւ հատկապես Իրան հատվածը, որը մենք շատ լավ հասկանում ենք, որ Իրանի Միացյալ Նահանգների համար կարևոր է հատկապես Իրանի վրա ազդեցություն ունենալը եւ Ադրբեջանը այս պարագայում եւ Հայաստանը որոշակի դերակատարություն ունեն եւ նաեւ Աֆղանստանը, որ մենք կարող ենք խոսել ՆԱՏՕ-ի համատեքստում։ Եվ այսպես 4 հարթություն։ Առաջինը ԵԱՀԿ, խնդրեմ։ Շնորհակալություն։ Բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն բավականաչափ կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Նա ակտիվ ներգրաված է Ղարաբաղյան բանակցություններում եւ գրեթե միշտ ամերիկյան համանախագահների խմբի հետ այցելում է Հայաստան, համանախագահները մասնակցում են նախարարների եւ նաեւ նախագահների մակարդակով հանդիպումներին։ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նշեմ, որ մեզ համար կարևոր է այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական տեսակետը հետեւյալն է, որ խնդիրը ունի ռազմական լուծում եւ ռազմական գործողությունների վերսկսումը անթույլատրելի է։ Ընդ որում ես ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե զուտ նրա համար, որ Հայաստանը եւս ռազմական գործողությունների վերսկսումը համարում է ռազմական գործողությունները համարում է որպես ոչ տարբերակ լուծման համար, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների տվյալ դիրքորոշումը ելնում է այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում են, որ ռազմական գործողությունների վերսկսումը կապակայունացնի ողջ տարածաշրջանը, ավելին, ճիշտ է, կա փոքր հավանականություն, սակայն հնարավոր չի ամբողջությամբ բացառել, որ Ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում դրանք կարող են տարածվել նաև Ղարաբաղի սահմաններից դուրս եւ տեսականորեն ներգրավել նաև այլ ազդեցիկ ուժերի, ինչը այժմ Միացյալ Նահանգների շահերից բացարձակապես չի բխում։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգները մոտ 1 տասնյակ ակտիվ ռազմական գործողությունների փուլում է եւ հատկապես Օբամայի վարչակազմի հիմնական խնդիրներից մեկը երկու պատերազմների հնարավորինս հաջող եւ տրամաբանական ավարտին հասցնելն էր։ Գիտենք, որ արդեն 2011-ի վերջին ամերիկյան զինվորները դուրս եկան Իրաքից եւ այժմ կա հստակ սահման 2014 թվականի վերջը ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի Աֆղանստանից դուրս գալու հետ կապված հաշվի առնելով այս գործընթացները Միացյալ Նահանգներին պետք է տարածաշրջանում կայունություն։ Իսկ Ղարաբաղյան գոտում նորից եմ ասում, ռազմական գործողությունների վերսկսումը հղի է անկանխատեսելի հետևանքներով եւ տեսականորեն կարող է դուրս գալ զուտ Ղարաբաղի սահմանների ներգրավել նաեւ այլ ուժերի։ Բենամ, ես ուղղակի հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ մեր հեռախոսահամարը 368204, ես խնդրում ակտիվ լինեք, ես հասկանում որ թեման հետաքրքիր է եւ թեմայում կան հարցեր, որոնք նաեւ կարող է առաջին անգամ են հնչում կամ ամենատպես այդ մոտեցումները, խնդրում եղեք ակտիվ, զանգահարեք, Բենյամինը սիրով կպատասխանի, մենք կփորձենք վերլուծել այլ հարցեր, որոնք ձեզ հետաքրքրում են։ Վերջերս Լեռնային Ղարաբաղի մասով Միացյալ Նահանգները հայտարարություն արել այդ օդակայանի բացման հետ կապված եւ նշել էր, որ այդ որ լուծումը պետք է լինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև դիվանագիտական ճանապարհով։ Նախ նորից հարց է առաջանում, ինչու Հայաստան եւ Ադրբեջան, եւ երկրորդը արդյոք ուրեմն փաստորեն կա իսկապես վտանգ, որ Միացյալ Նահանգները կոչ են անում դիվանագիտական ճանապարհով լուծել այս խնդիրը։ Ամերիկյան կողմի հայտարարության մեջ ես նախ կառանձնացնեի այն հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի արկայությունը բացարձակապես անթույլատրելի է։ Բոլորս գիտենք, որ Ադրբեջանը հատկապես վերջին ամիսներին ակտիվորեն նույնիսկ ամենաբարձր պետական մակարդակով հայտարարում է օդանավականի բացման դեպքում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու իր մտադրության մասին։ Ինչ վերաբերում է ինչու Հայաստանին եւ Ադրբեջանին, ապա նշեմ, որ պաշտոնապես
դա ակնհայտ է։ Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ընդ որում ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դե յուրե չի ճանաչել նաև Հայաստանի Հանրապետությունը։ Բայց պետք է նշեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն սակավաթիվ պետությունների շարքում է կամ այն գրեթե միակ պետությունն է, որը պաշտոնապես իր արտաքին օգնության բյուջեի տողում որոշակիորեն առանձին տողում նշում է Լեռնային Ղարաբաղ, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բայց Լեռնային Ղարաբաղ, ինչը արդեն խոսում է ամերիկյան կողմի որոշակի վերաբերմունքի մասին։ Եվ նաև հիշեցնեմ, որ մենք ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացությունը Վաշինգտոնում։ Այո, կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացություն նաև Վաշինգտոնում, եւ սա վկայում է Ղարաբաղի խնդրի նկատմամբ ամերիկյան կողմի որոշակի վերաբերմունքի մասին, բայց բնականաբար պաշտոնական ճանաչման եւ հետեւաբար պաշտոնական հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղված կոչի մասին խոսք անգամ լինել չի կարող առնվազն ներկա քաղաքական իրավիճակում։ Հիմա մի փոքր հարցս կարող է պարզունակ հնչել, բայց ինձ շատ հետաքրքիր է։ Ավելի կարևոր է տարածաշրջանում Ադրբեջանը իր ածխաջրածիններով եւ իր ազդեցության, որը ինքը ունի Իրանի վրա եւ նաեւ հնարավոր այն զարգացումների համատեքստում, որ կարող ենք տեսնել Իրանի հետ կապված հարցում եւ նաեւ խոսակցություններ ենք լսում վերլուծական մակարդակով, որ ադրբեջանական տարածքը կարող է օգտագործվել Իրանի հանդեպ որոշակի գործողություններ սկսելու դեպքում եւ նաեւ ես շատ դեպքերում ասել եմ, որ զենքերի մի մասը, որ Ադրբեջանը գնում է այդ առելի իր պետական բյուջեի շրջանակում, որոշ մաս նաև ուղղված է Իրանին։ Իհարկե սրանք ճշտված տվյալներ են եւ բնականաբար շատ սուբյեկտիվ է։ Հայաստանի պարագայում, այո, Հայաստանը ունի մի քանի հոգի ուղարկված Աֆղանստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կարեւորում է այս ներկայությունը հայկական եւ բազմիցս շեշտում է եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, բայց տարածաշրջանային առումով տպավորություն է, որ Ադրբեջանը շատ ավելի կարևոր խաղացող է Միացյալ Նահանգների համար, քան Հայաստանը։ Եթե վերցնենք Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը, ապա իհարկե Ադրբեջանը ունի կարևոր դերակատարություն։ Դա կապված է թե Ադրբեջանի նավթագազային պաշարների հետ, գիտենք, որ ադրբեջանական նավթը եւ գազը արդեն շրջանցելով Ռուսաստանը տեղափոխվում են Եվրոպա եւ բացի այդ 2017-18 թվականներին շահագործման է հանձնվելու Շահ-Դենիզ II խոշոր գազային հանքավայրը, որը Ադրբեջանի գազի արտահանումը բնական գազի ավելացնելու է շուրջ եւս 16-17 միլիարդ խորանարդ մետրով։ Իհարկե կա նաեւ Ադրբեջանը ունի զգալի սահման Իրանի հետ, բացի այդ Իրանում ապրում են տարբեր տվյալներով 15-ից մինչև 25 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ, իհարկե սա էլ է վիճելի, ինչքանով են նրանք էթնիկ ադրբեջանցիներ, բայց ամեն դեպքում Ադրբեջանը դա համարում է էթնիկ ադրբեջանցիներ եւ կան վերլուծություններ, տեսակետներ, որ Իրանի դեմ, այսպես ասած, քողարկված պայքարի մեթոդներից մեկը նաեւ Իրանում ապրող փոքրամասնությունների, խոսքը ոչ միայն էթնիկ ադրբեջանցիների, այլ բելուժների եւ այլ փոքրամասնությունների շրջանում խրճիթների հրահարելն է, անկախության կամ ինքնավարության ձգտումների առաջբերումը, որ դա կարող է օգտագործվել Իրանի դեմ, ինչը եւս որոշակիորեն Ադրբեջանի դերը մեծացնում է, սակայն ես ուզում եմ ասել, որ Հայաստանը նույնպես ունի որոշակի դերակատարություն, նախ նշեմ, որ Հայաստանը թերևս այն յուրահատուկ պետությունն է, որը ունենալով ռազմավարական համագործակցություն Ռուսաստանի հետ եւ բացի այդ լինելով հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, նաեւ ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ընդ որում այդ համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ավելացել է։ 2005-ին ստորագրվեց անհատական գործողությունների ծրագիրը, Հայաստան-ՆԱՏՕ առաջին ծրագիրը, Հայաստանը հաջողությամբ այդ ծրագիրը ավարտեց, որից հետո ստորագրվեց երկրորդը եւ անցյալ տարվա վերջին երրորդ ծրագիրը Հայաստան-ՆԱՏՕ, որը ծածկում է 2012-13 թվականները, ՆԱՏՕ-ի օժանդակությամբ Հայաստանի պաշտպանական համակարգում մի շարք կարևոր բարեփոխումներ են իրականացվում, դա թե պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայության ներդրումն է, թե դիմաց ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ամրապնդման ուղղված միջոցառումներն են, թե պաշտպանական կրթության ոլորտում բարեփոխումները, այնպես որ այս առումով Հայաստանը յուրահատուկ դեր ունի եւ ինձ թվում է, որ Հայաստանը կարող է օգտագործել իր դերը, այսինքն թե իր փորձը եւ անդամակցությունը հապկին եւ թե զարգացող հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ որոշակի գործընթացներում, հատկապես եթե մենք նայում ենք Աֆղանստանի իրավիճակին, ապա ակնհայտ է, որ իրավիճակը այնտեղ դեռևս հեռու է կարգավորումից եւ 2014 թվականի վերջին, երբ ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ կոալիցիոն ուժերը դուրս գան Աֆղանստանից, պարզ է, որ այդ երկրի դեռևս երկար ժամանակ գտնվելու որոշակի լարումների մեջ։ Եվ ստեղծված պայմաններում, քանի որ լարումները ուղղակիորեն ազդելու են առաջին հերթին Կենտրոնական Ասիայի վրա, Կենտրոնական Ասիայի պետությունների մեծ մասը նույնպես հապկի անդամներ են, ապա այս համաստեղծում կարող է լինել որոշակի համագործակցություն ՆԱՏՕ-ՀԱՊԿ կամ ընդհանրապես Արևմուտք Ռուսաստան 2014-ից հետո Աֆղանստանում իրավիճակը որոշակիորեն վերահսկողությունից դուրս գալը կանխելու համար։ Եվ այս համատեքստում Հայաստանի փորձը, որը թե ՀԱՊԿ-ի անդամ է,
ընդ որում հապկի անդամ է թե քաղաքական առումով եւ թե նաեւ ունի նաեւ զինված ուժերի այսպես ասած փոխգործակցության բավական չափ լուրջ մակարդակ, քանի որ Հայաստանը մասնակցում է հապկի բոլոր զորավարություններին եւ նաեւ ունի փոխգործակցության որոշակի մակարդակ զինված ուժերի մակարդակում ՆԱՏՕ-ի հետ։ Մենք մասնակցել ենք 2004-ից մասնակցում ենք Կոսովոյում ընթացող առաքելությանը, 2005-ից 2008-ին մենք Իրաքում էինք եւ 2000 այժմ մենք նաեւ Աֆղանստանում ենք, այնպես որ այս առումով Հայաստանը նույնպես ունի որոշակի ասելիքներ եւ որոշակի առաջարկներ, եթե վերցնենք այսպես գլոբալ աշխարհակաղակական գործընթացներում։ 36-82-04 խնդրում եղեք ակտիվ եւ զանգահարեք։ Բենյամին, ես մի փոքր չեմ կարող կիսել այդ լավատեսությունը կապված ՀԱՊԿ ՆԱՏՕ հարաբերությունների բարելավման։ Մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը սկսած սառը պատերազմից միևնույն է մարդկանց գլխում ուղեղներում դեռևս չի դուրս եկել այդ մոտեցումները եւ Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում, Արևմուտքում եւ այն երկրներում, որոնք որ Ռուսաստանի հետ եղել են ավանդաբար եղել են գործակիցներ ռազմավարական կամ այլ, կա այդպես բաժանում կարծեք թե երկու այդ ճամբարների միջև եւ դեռևս անգամ Վրաստանում, որտեղ որ մենք տեսնում ենք, որ շատ մեծ թափով ինքը առաջ գնում է դեպի ՆԱՏՕ, բայց միևնույն է ներսում անգամ կան հակասություններ ՆԱՏՕ-ի հետ կապված։ ՆԱՏՕ-ն ընկալվում է շատ հաճախ որպես այն գործիքը, որը Միացյալ Նահանգները օգտագործում է իր խնդիրները այս կամ այն տարածաշրջանում լուծելու համար եւ ոչ որպես անկախ մի կառույց, որը կարող է ուղղակի ինքնուրույն որոշումներ կայացնել։ Դա համար այս առումով իհարկե շատ ես նաեւ հաճախ լսում եմ, որ Հայաստանի փորձը կարող է կամ միջնորդությունը կարող է կարևոր լինել Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունը։ Այս ամենը շատ լավ կլիներ, եթե մենք մեզ ճիշտ ավելի դիրքավորենք, թերևս, այսինքն ճիշտ մեզ ներկայացնեինք, բայց դեռևս այս առումով ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի երկու տարբեր անվտանգության համակարգեր եւ մենք բացահայտ տեսնում ենք, որ Ռուսաստանը միանշանակ չի փորձում երկուսին միավորում տեսնել կամ ուղղակի գնալ նրան, որ ընկալվի որպես մի ամբողջություն, այսինքն այլևս լինի բևեռներ չլինեն ընդհանրապես։ Ռուսաստանը ձգտում է անդադ բևեռ դառնալ նորից եւ թողնելով Միացյալ Նահանգներին մի բևեռում եւ ինքը դառնալով երկրորդ բևեռ, ոչ թե ուղղակի անբևեռ աշխարհ ստեղծելու։ Վերադառնանք նաեւ այն հարցին, որ հետաքրքիր էր Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունը, թեև դուք խոսեցիք շատ հետաքրքիր, լավ, եկեք խոսենք Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին եւ Միացյալ Նահանգների դերակատարության մասին։ Մի փոքր նաեւ կապենք ընտրություններին ամեն դեպքում, թեև ես միշտ այդ կապը այդքան էլ չեմ կարևորել, եթե ընտրվեց նախագահ, ապա վստահաբար արտաքին քաղաքականությունը չի փոխվում, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ հակամարտությունները առկա են, այդքան հեշտ չի փոխվում արտաքին քաղաքականությունը, բայց ամեն դեպքում ընտրվել է նոր նախագահ եւ վստահաբար նոր նախագահի վերջին մանդատն է, ինքը այլևս չի վերընտրվելու եւ որոշակիորեն պետք է ինքը հետ կթողնի պատմության մեջ, այսինքն որոշակի փոփոխություններ պիտի բերի նախ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հետո արտաքին քաղաքականության մեջ։ Ինչ ենք սպասում մենք այս առումով, արդյոք ենթադրենք հայ-թուրքական հարաբերությունները կարող են գնալ դեպի ակտիվացում, թե լրիվ կատարյալ սառեցում։ Եթե խոսենք թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները իհարկե որոշակի դերակատարում ունեն թուրք-ամերիկյան հարաբերություններում, սակայն պնդել, որ դրանք ունեն վճռական դերակատարություն, ես չի ասի։ Ընդհանրապես սկսած 2002 թվականի վերջից, երբ Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը իշխանության եկավ Թուրքիայում, եւ մինչեւ ընդհանուր 2010 թվականի վերջ, 2011 թվականի սկիզբ թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվում էր լարվածության աճ։ Գործընթացը սկսվեց այն բանից, երբ Թուրքիան հրաժարվեց իր տարածքը տրամադրել ամերիկյան զորքերին Իրաք ներխուժելու համար, ցամաքային ներխուժում իրականացնելու համար։ Այնուհետև Թուրքիայի քաղաքականությունը սերտ հարաբերություններ հաստատել Իրանի, Սիրիայի հետ, բնականաբար անհանգստացնում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Գիտենք, որ Ջորջ Բուշը Իրանը հայտարարել էր Չարի առանցքի պետությունների անդամ, երբ 2009 թվականին Օբաման եկավ իշխանության, սկզբում Օբաման փորձեց Թուրքիայի հարաբերություններում որոշակի բարելավում մտցնել, սակայն 2009-2010 թվականներին այդ փորձերը չի ասի մեծ հաջողությամբ ավարտվեցին եւ թուրք-ամերիկյան հակասությունների թերևս կիզակետը դա 2010 թվականի հունիսին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձևի քվեարկությունն էր, երբ Թուրքիան որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դեմ քվեարկեց այդ բանաձևին։ Մի վարկանով ասած միջեմ, ես ուզում հասկանալ, Օբաման շատ ճիշտ է ասում, փորձեց բարելավել հարաբերություն, ինչպես
Թուրքիայի, այնպես էլ ընդհանրապես իսլամական աշխարհի հետ, եւ փաստորեն կարծեք թե Թուրքիան այդ պահից սկսած նորից սկսեց ստանձնել իր լիդերի դերը, փորձելով տարածաշրջանում չթողնել միգուցե որ Միացյալ Նահանգները դառնա իսլամական աշխարհի առաջնորդը եւ ինքը լինի։ Կապ ունեն դրանք։ Իմ կարծիքով սկսած 2011 թվականից մենք նկատում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավում, ընդ որում դա պայմանավորված է երկու հանգամանքով։ Նախ արաբական գարունը բերեց ուժերի վակուում, որովհետև մի շարք պետություններում, որտեղ կային ավտորիտար եւ աշխարհիկ համակարգեր, այդ համակարգերի փաստացի փլուզվեցին եւ այժմ կա զգալի վտանգ, որ այդ փլուզված համակարգերի ուժային վակուումը կարող է լրացնել ծայրահեղ իսլամական ուժերը։ Ստեղծված պայմաններում չափավոր իսլամի թուրքական մոդելը, որը ներառում է իսլամական եւ արևմտյան ժողովրդավարական արժեքների որոշակի միահուսում, ես չէի ցանկանա այժմ ավելի շատ ժամանակ տրամադրել, թե որքանով ժողովրդավարություն կա Թուրքիայում կամ ինչ մակարդակով, բնականաբար բոլորս հասկանում ենք, որ Թուրքիայում ժողովրդավարության վերաբերյալ լուրջ խնդիրներ կան, սակայն ամեն դեպքում թուրքական մոդելը հնարավորություն է տալիս որոշակի միավորում կատարել արևմտյան ժողովրդավարության գոնե որոշ հիմունքների եւ չափավոր իսլամի միջև։ Նշված մոդելը այժմ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է որպես նմանակման մոդել արաբական այլ պետություններում, որոնք հատկապես իշխանափոխություններ տեղի ունեցան եւ կարող են լինել արաբական կանոն համատեքստում։ Այդ մոդելը առաջ մղելու համար, ինչը նաեւ համապատասխանում է Թուրքիայի շահերին, քանի որ Թուրքիան ցուցաբերում է հավակնություններ Մերձավոր Արևելքում առաջատար դիրքեր ստանձնելու համար եւ իր մոդելի առաջմղումը համարում է որպես փափուկ ուժի շրջանակում իր դիրքերի առաջմղման կարևոր գործոն։ Փաստորեն այս խնդրում թուրք-ամերիկյան շահերը համընկնում են։ Երկրորդ կարևոր խնդիրը դա ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգն էր։ Գիտենք, որ 2011 թվականի սեպտեմբերին Թուրքիան համաձայնվեց հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում ռադար տեղակայել իր տարածքում, չնայած նույն Իրանի դժգոհություններին, որտեղ Իրանը ուղղակիորեն հայտարարում էր, որ Ռուսաստանի, որտեղ Իրանը ուղղակիորեն հայտարարում էր, որ ռադարն ուղղված է իր դեմ, բայց ես կարծում եմ, որ այն հանգամանքը, որ Թուրքիան էլ սկսեց վերանայել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ եւ փորձեց գնալ հարաբերությունների կարգավորման, առաջինը ես արդեն նշեցի, պատճառը դա շահերի համընկնումն էր թուրքական մոդելի առաջմղման հարցում, եւ երկրորդ արաբական աշխարհի իրադարձությունները ցույց տվեցին, որ առայժմ Թուրքիան, չնայած իր վերջին տարիներին աճող հզորությանը, ունի համապատասխան դեր եւ հնարավորություններ միայնակ ռեալ ազդեցություն գործել տարածաշրջանի իրադարձությունների վրա։ Եթե հիշում ենք, Լիբիայում սկզբում Թուրքիան հանդես եկավ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական միջամտության դեմ, փորձեց ինչ որ ձևով հասնել Քադաֆիի եւ ապստամբների միջև բանակցությունների, սակայն թուրքական բոլոր փորձերը ձախողվեցին։ Սիրիայի հետ կապված, երբ որ 2011-ի մարտից սկսվեցին հուզումներ Սիրիայում, 2011-ի մարտից մինչև սեպտեմբեր Թուրքիան ակտիվորեն բանակցում էր սիրիական իշխանությունների հետ, օգտագործելով վերջի տարիներին թուրք-սիրիական բարելաված հարաբերությունները, նույնիսկ Թուրքիան եւ Սիրիան վերացրել էին վիզային կարգը միմյանց այցելությունների։ Փորձում էր Թուրքիան միայն իր միջոցներով որոշակի կարգավորման հասնել Սիրիայում, այսինքն համոդել սիրիական իշխանություններին կատարել որոշակի բարեփոխումներ եւ թույլ չտալ իրավիճակի հետագա սրում։ Սակայն թե Լիբիայի եւ թե Սիրիայի իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ առայժմ Թուրքիան ունի այն ազդեցությունը եւ այն հնարավորությունները, որպեսզի միայնակ կարողանա լուծել որոշակի խնդիրներ տարածաշրջանում եւ միայն իր ուժերի վրա հենվելով կարողանա հասնել իր արժեվ դրված նպատակին, այն է Մերձավոր Արևելքում առաջատար դիրքերի ստանձնմանը։ Այս հանգամանքը եւս նպաստեց, որպեսզի Թուրքիան վերագնահատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները, քանի որ ԱՄՆ-ի հետ ծերտ հարաբերությունները հավելյալ կշիռ են հաղորդում Թուրքիային տարածաշրջանում առաջավար պետություն դառնալու համար։ Ուստի այս համատեքստում 2011-ի կեսերից սկսված մենք նկատում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավում եւ այստեղ ես նորից ասեցի, չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունները այսպես առաջին 3 կամ 4 կարևորագույն հարցերի թվում են։ Սակայն ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է պաշտպանել իր դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապել Ղարաբաղյան գործընթացի հետ եւ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը, սակայն մենք պետք է հասկանանք, որ այժմ շատ ավելի կարևոր հարցեր կան թուրք-ամերիկյան հարաբերություններում եւ սպասել, որ Թուրքիան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներողություն, էական ճնշում կգործադրի Թուրքիայի վրա հայ-թուրքական հարաբերություններում որոշակի բեկման հասնելու համար, ես դա քիչ հավանական եմ համարում։ Բենյամին, վերադառնանք Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ Հայաստան այս եռանկյունում։ Անկամ նախագահական տեխնացու Ռոմնին բավականին կոշտ արտահայտվեց Ռուսաստանի հասցեին եւ ճիշտ է, դա նախընտրական որոշակի նաեւ միտում ունեն, ինչպես եւ հիշում եմ Մաքեյնը ժամանակին Վրաստանի կողքը կանգնելով փորձում էր ցույց տալ, որ ինքը Ռուսաստանի դեմ է լինելու, բայց բնականաբար մեծ քաղաքականությունը էմոցիաների վրա չի կառուցում եւ այդ
անգամ խոստումները կամ արտահայտությունները միշտ չի որ կամ գրեթե միշտ դառնում են ուղղակի նախընտրական խոստումներ կամ նախընտրական կոչեր։ Ամեն դեպքում Օբաման երբ ընտրվեց 2008-ին, սկսեց այսպես կոչված restart, այդ նորից մեկնարկելու այդ գործընթացը, որը շատերի համար ձախողվեց։ Ինչպես որ զրո հարևանություն, ներողություն, զրո խնդիրներ քաղաքականությունը, ինչպես որ սկսել էր Թուրքիան, շատերի համար ձախողվեց, այդպես էլ ձախողված համարվեց restart ծրագիրը, restart մոտեցումը, եւ որևէ բան ըստ էության չմեկնարկեց, բացի այն, որ ավելի բևեռացվեց եւ Պուտինը ընտրվելով նորից նախագահ եւ Օբաման եւ Ռոմնին բավականին կոշտ արտահայտվեցին եւ նաև բացահայտույց են տալիս, որ իրենք չեն խրախուսում այն ինչ որ կատարում է Ռուսաստանում։ Հիմա Օբաման նորից ընտրվեց։ Արդյոք Ռուսաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ որոշակի ազդեցություն կրելու են եւ այս համատեքստում որքանով են նրանք անդրադառնալու Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ Նախ ասեմ, որ ես չէի գիսի ձեր կարծիքը, որ հարաբերությունների վերագործարկումը կամ reset-ը ընդհանրապես արդյունք չի տվել, ամեն դեպս մենք պետք է հիշենք, որ հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո 2008-ի օգոստոսի ռուս-ամերիկյան հարաբերությունները բավականաչափ լարված են եւ վերլուծաբանների մեծ մասը թե Միացյալ Նահանգներում, թե Ռուսաստանում խոսում են նույնիսկ սառը պատերազմի վերադարձի հնարավորության կամ ավելին սառը պատերազմի վերադարձի որպես իրողության մասին։ Ինչ վերաբերում է Օբամայի reset-ի քաղաքականությանը, ապա այստեղ մի քանի որոշ ձեռքբերումներ եղան, եթե ձեռքբերումներ ասենք թե Միացյալ Նահանգների եւ թե Ռուսաստանի տեսակետից։ Առաջինը դա ռազմավարական նշանակության միջուկային զենքերի կրճատման նոր պայմանագրի ստորագրումներ, այսպես կոչված START պայմանագրի։ Երկրորդ կարևոր ձեռքբերումը նա էր, որ Միացյալ Նահանգները կարողացավ համոզել Ռուսաստանին միանալ Իրանի դեմ նոր պատժամիջոցներին եւ Ռուսաստանը 2010 թվականի հունիսին ոչ միայն դեռնպաճը քվեարկեց, այլև կողմ քվեարկեց Իրանի դեմ նոր եւ շատ ավելի խիստ պատժամիջոցներ նախատեսող բանաձևին։ Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությամբ կարգավորվեցին ռուս-վրացական հակասությունները կապված Ռուսաստանի առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու հետ եւ այսօր Ռուսաստանը առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է։ Բացի այդ Ռուսաստանը ձեռնպա քվեարկեց Լիբիայի խնդրում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև, որը փաստորեն ճանապարհ բացեց ՆԱՏՕ-ի ռազմական հարձակման համար։ Ըստ Բենյամին, իհարկե շատ բաներ արվում են Ռուսաստանին սիրաշահելու համար, որպեսզի ինքը խոչընդոտ չլինի Աֆղանստանում ծավալելու ավելի լայն գործողություններ, որտեղ խնդիր կար լոգիստիկ տեղափոխություններ եւ այլն, Ռուսաստանը շատ կարեւոր օղակ էր։ Մենք պիտի դադարեցնենք, որովհետև մեր ժամանակը սպառվում է։ Վերջին խոսքը եւ ձեզ Բենյամին, Հայաստանի հետ հարաբերություններում որ բնագավառում եք հատկապես տեսնում մոտակա 4 տարիների ընթացքում ավելի աշխուժացում, դա քաղաքական կլինի, մշակութային, տնտեսական։ Ես հայ-ամերիկյան հարաբերությունների աշխուժացում դիտում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների առավել ակտիվ աջակցության մեջ Հայաստանի պետական համակարգի բարեփոխումների խնդրում, որում խոսքը վերաբերում է թե քաղաքական, թե պաշտպանական եւ թե այլ ոլորտներում կատարվող բարեփոխումներին։ Շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար, Բենյամին։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Բենյամին Պողոսյանը։ Ձեզ հետ է Գեորգ Մելիքյանը, մնացեք մեզ հետ։